Շոումեն և հաղորդավար Արամ Մելիքյանի դուստրը Ստելլա Մելիքյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով Ստելլայի քույրը Էլիզա Մելիքյանը սոցիալական հարթակներում նոր լուսանկարներ է հրապարակել և գրել հետևյալը. «Ծնունդդ շնորհավոր իմ Ստել, 17 տարեկան դարձար, ու ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ շատ եմ սիրում քեզ։ Դու իմ կյանքում ամենահասկացող ու ամենահարազատ մարդկանցից ես։ Քո հետ միշտ եղել եմ ես, միշտ կարողացել եմ լինել անկեղծ ու ազատ։ Կյանքը տարբեր բաներ ա բերում, լինում են հեշտ ու դժվար օրեր, բայց մի բան ես հաստատ գիտեմ, ինչ էլ լինի, մենք ունենք իրար։ Էդ իմ համար շատ կարևոր ա։ Քեզ մաղթում եմ, որ կյանքում շատ ժպտաս, հասնես քո երազանքներին ու միշտ լինես երջանիկ, դու արժանի ես ամենալավին։ Ու հիշիր, ես միշտ քո կողքին եմ լինելու։ Սիրում եմ քեզ շատ, քույրիկս», լուսանկարներին կից գրել էր Էլիզան։ Իսկ մենք հավելենք, որ դեռ կեսգիշերից առաջ Արամ Մելիքյանը խոսում էր այն մասին, որ Ստելլայի ծննդյան տարեդարձն է։ Նա խոսել է իր անկեղծ զգացմունքների և զգացողությունների մասին։ Առաջարկում ենք լսել նաև այդ տեսանյութերը։ Ուրեմն գնում ենք Դավոյենց, բոլորով հավաքվում ենք, էլի Լիլոն, ես մենակ եմ, Լիլոն երեխեքի հետ ա գնացել, այսօր գիշերը 12:00 Ստելիկի ծնունդն է, Ստելիկը դառնում է 17 տարեկան, պատկերացնում եք, 17, երբ ես Ստելիկին տեսել եմ, ինքը այդ վաղ 13 տարեկան էր, մյուս տարի չափահաս ա, այո, 17, Գալուց առաջ ասում եմ, որ քո հետ հանդիպել էի 13 էիր, սա դառնում ես 17, հələ մի հատ պատմի է տորստել, չպես որ են կողմ նայած էիր խոսում, են կողմ, հələ նա են կողմ, ես Ստելլան եմ, հələ ձերը տիչացում, հələ սպասի, հետո խոսա, ես պատմում էի ինձանից պլեյտայի եմ գնում, հետո շարունակի, տենց, լսի բայց նիհար էիր այդ ժամանակ, չես Ստել, բավական, հələ տիշերը կողմ է, հələ թող, Մերսի շնորհավորանքների համար, բոլորդ գրում եք կարծես Լիլիթի աղջիկը լինես, ես Լիլիթի աղջիկն եմ։ Իսկ մեզ մնում է հավելել, որ Ստելլային և Էլիզային որդեգրելու մասին լուրերը հաստատվեցին դեռ 2023 թվականին։ Հաղորդավար և պրոդյուսեր Արամ Մելիքյանն ու նրա կինը Լիլիթը որդեգրեցին 17-ամյա Էլիզային ու 14-ամյա Ստելլային։ Այդ ամենից հետո նրանք հարցազրույցի էին մասնակցել, պատմելով իրենց տան առօրյայի, հույզերի ու ապրումների մասին։ Մենք առաջարկում ենք հետ գնալ ու վերհիշել անցյալը։ Լրագրողի հարցը հետևյալն էր. ինչպես են սովորաբար սկսվում ձեր առավոտները։ Արամը հետևյալ կերպ էր պատասխանել. Զարթուցիչների նվագախմբով, 3-ինն էլ հերթով զնգում է, մոտ 25 անգամ Ստելիկինն է հնչում։ Լիլիթը հավելել էր. ժամը 6:50-ից դնում է, որ ժամը 7:30-ին արթնանա։ Լիլոյի հետ առավոտյան շուտ արթնանում ենք, միասին սրճում և զրուցում, մինչև բոլորը պատրաստվում են և գնում, նշել էր Արամը։ Զույգի որդին խոսելով իր մասին նշել էր, որ խաղում է Ուրարտու ֆուտբոլային ակումբում։ Այս ամիս նշվում էր ընտանիքի միջազգային օրը, ինչը այն առաջին հերթին նշանակում ձեզ համար։ Լրագրողը այսպիսի հարց էր տվել. Եկեղեցում ասել եմ Տերը և լուրջ եմ վերաբերվում խոսքիս։ Ընտանիքում ամենակարևորը պատասխանատվությունն ու հոգատարությունն են միմյանց նկատմամբ, ինչն էլ իմ հերթին անում եմ։ Լինում են դեպքեր, երբ Լիլոն է տեր, իսկ ես հնազանդ եմ դառնում, դերերը երբեմն փոխվում են։ Լիլիթը կատակեց. այդ երբ է լինում։ Մեկ-մեկ պատասխանեց Արամը։ Լիլիթը շարունակեց. ինձ համար էլ ընտանիքը ջերմ տեղ է, ուր ուզում ես միշտ վերադառնալ։ Ընտանիքում կարևոր են մթնոլորտը, հոգատարությունը, վստահությունը և սերը։ Վերջերս տարեդարձս էր, ու միասին գնացել էինք Դիլիջանում նշելու,
Բոլորով ինձ նվեր էին արել, այդ ընթացքում վայելել ենք Անրիի անսպառ էներգիան, մեզ լիովին քամել է, իրականում ամեն ինչ շատ լավ է անցել։ Լրագրողը հաջորդ հարցը տվեց. Ձեր ընտանիքում վերջերս համալրում է եղել, աղջիկներ եք որդեգրել, ինչ զգացողություն է, երբ ընտանիքը ավելի մեծ է դառնում։ Տան մեջ կիսատաբատով էլ չեմ կարողանում քայլել, շատ հաճելի է, առաջ առանց Անրիի չէինք կարողանում, իսկ աղջիկներն էլ ավելի լեցուն են դարձրել մեր կյանքը, երբ Ստելլան ինձ գրկում է, հայրական այլ զգացողություն է, արդեն սովորել է, որ առանց ասելու էլ պետք է գրկի ինձ։ Լիլիթը հավելեց. Ինձ էլ է դուր գալիս, որ երեկոյան հավաքվելիս կամ հաց ուտելիս շատ ենք լինում։ Աղբն է շատացել, միայն դա սրտովս չէ, հումորով նշեց Արամը։ Պատասխանատվությունն է շատացել, հիմա Անրիից բացի մտածում եմ նաև Ստելլայի և Էլիզայի մասին, բայց դա էլ է լավ կողմ, նշել էր Լիլիթը։ Իսկ աղջիկները ինչ են իրենց հետ բերել ձեր տուն, որ մինչև այդ չկար ու կարիքն ունեիք։ Աղջիկ չունեինք։ Նրանց շնորհիվ ուրիշ ձև եմ սկսել սիրել, անչափ նրբանկատ եմ դարձել, գործողություններիս մեջ զսպվածություն է եկել, թեև պոռթկումներ էլի լինում են, բայց սիրելու նոր մակարդակին նրանց շնորհիվ եմ հասել։ Անրին ևս նշեց իր միտքը։ 4 տարի երազել եմ, որ քույրիկ կամ ապերիկ ունենամ, աղոթում էի, որ իրականանա։ Ստելլան նույնպես մասնակցելով զրույցին նշել էր. Սկզբում անսովոր էր, բայց բոլորին միանգամից ու շատ սիրել եմ։ Իսկ ինչպես էիք եկել երեխաներ որդեգրելու որոշմանը։ Այս հարցին պատասխանեց Արամը։ 2011 թվականին Լիլիթն ասաց. Միշտ երազել է սեփական երեխաներից բացի ուրիշներին էլ մերը դարձնել։ Այդ միտքն այնքան դուրս եկավ, բայց մնաց արխիվում։ Մինչև տարիներ անց իրականացրեցինք։ 2016 թվականին մեր ընտանիքում բավական դժվար փուլ եղավ։ Լիլոն 5 ամսական հղի էր, բայց կորցրինք փոքրիկին։ Դրանից հետո նման մի դեպք էլ եղավ ու որդեգրման միտքը նորից ծագեց։ Բայց չէի ցանկանում, որ դա լրացնի այն մյուս բացը։ Սպասեցինք այդ էջը փակվեց և 2020 թվականին համավարակի օրերին նորը բացեցինք։ Բավական ազատ ժամանակ ունեինք, որ միասին անցկացրեցինք։ Զգացինք, թե որքան լավ բան է ընտանիքը։ Այդ ընթացքում 2 որոշում կայացրինք՝ զարգացման կենտրոն բացել և երեխա որդեգրել։ Լիլիթը հավելեց. Մինչև ամուսնանալը երևի ֆիլմերի ազդեցությամբ էր նման միտք առաջացել։ Իսկ հետո ընկերներ ունեինք, որոնց երեխային հաճախ էի պահում։ Զգացի, կարող եմ ուրիշի երեխային սեփականի պես սիրել, դրա համար էլ համոզված էի, որ կկարողանանք։ 2021 թվականին արդեն որոշել էինք թղթերը տալ քաղաքապետարան, բայց մի դեպք եղավ, որը բեկումնային դարձավ ինձ համար, ինչի մասին քիչ հետո կպատմեմ։ Այդ ընթացքում զանգ ստացա մի հիանալի կենտրոնից։ Նագաշյան սոցպատասխանատու Տիկին Գայանեն հրավիրեց իրենց միջոցառման հաղորդավարը լինել։ Երբ իմացա կենտրոնի գործունեության մասին, սիրով համաձայնեցի անվճար վարել։ Այդպես էլ նախատեսել էին, քանի որ գումար չունեին։ Խոստացա հետս երգիչներ էլ տանել։ Կենտրոնում իմացա, որ այնտեղ ծնողներ չունեցող երեխաներ էլ կան։ Հենց Ստելլային տեսա, անբացատրելի բան զգացի։ Այդ ժամանակ չգիտեի, որ նա ծնողներ չունի, նշել էր Արամը։